Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հռչակագիր է ստորագրել, որով մայիսի 8-ը հռչակում է երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։ Փաստաթղթում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, ասված է, որ այսօրը ամերիկացի ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհվել են եւ վերահաստատում են իրենց հանձնառությունը Ամերիկայի եւ աշխարհի անվտանգության, բարգավաճման եւ ազատության պահպանմանը։ Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Կողմերը կիսվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներով։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին տեղափոխող ինքնաթիռը հարկադրված վայրեջք է կատարել Բաքվում։ Ըստ որոշ աղբյուրների վայրեջքի պատճառը եղել են ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հոբ համակարգերի գործելն ու անօդաչու սարքերը։ Սերբիայի նախագահն այնուամենայնիվ հասել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այսպիսով Վուչիչն անտեսել է Մոսկվա մեկնելու հարցում Եվրամիության սահմանափակումները, հայտարարելով, որ իրեն ընտրել է ոչ թե ԵՄ-ն, այլ սերբ ժողովուրդը։ Պաղեստինյան Համաս շարժումը հաստատել է, որ Իսրայելի ավիահարվածի հետևանքով Լիբանանում սպանվել է Իզեդին Ալ-Խասամի բրիգադների զինյալ թևի հրամանատարը։ Զինվորական առաջնորդ Խալեդ Ահմեդ Ալ-Ահմեդը սպանվել է Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքում առավոտյան աղոթքի համար մզկիթ գնալիս։ ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ Գազայի հակամարտության հարցում երկրները գտնվում են բարոյական խաչմերուկում եւ կանգնած են ընտրության առաջ կամ գործել դադարեցնելու բռնությունը կամ ականատես լինելու տարածաշրջանում պաղեստինյան բնակչության ոչնչացմանը։ Դեռևս մարտի 2-ից Իսրայելն արգելել է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված, մի քանի օր առաջ նաեւ հայտնել Գազայի հատվածը բռնակցելու մտադրության մասին։ Վրացական երազանքի նախագահ է ընտրվել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հալեպի մարզի Ազազ քաղաքում զինված խմբավորումների անդամները սպանել են խաղաղ բնակիչների։ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում Մոսկվա-Բաքու չվերթի ուղևորները գիշերել են օդանավակայանի սրահի հատակին, նրանց խոսքով չվերթը 6 անգամ հետաձգվել է։ Փարիզում Պարի Սեն-Ժերմենի երկրպագուների անկարգությունների հետևանքով ձերբակալվել է 43 մարդ։ Երկրպագուները կոտրել են խանութների ցուցափեղկերը, քարերով եւ շշերով հարվածել ուժայիններին։ Փարիզում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որոնք տոնում էին Լոնդոնի Արսենալի նկատմամբ Պարի Սեն-Ժերմենի հաղթանակը։ 3 մարդ վիրավորվել է։ Սդամակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։